Ինչ հետաքրքիր տեսականի ունեք։ Ուրեմն իմ ամուսինիս գործերը շատ հետաքրքիր է հայաստանցիներուն, որ իր Սոմունով վիդայով ինքը որ հայաստանցին կան գսեմ մենք թափեր ենք, բայց իմ ամուսինս արդեն նվագախումբը սարքած է։ Իմ գործերս ալ մի քիչ հետաքրքիր է, հլունով եւ բիսերով սարքված, որ տեղացի միայն հլունով կսարքե, իսկ ես բիսերով սարքած եմ, եւ իմ դղուս գործերը դախտագով, որ 16 չերդանոց վրայի գբած 2D դիզայներ է ինքը, սարքած է գործեր։ Փաստորեն ամբողջ ընտանիքով այո, business family։ Ով սկսեց առաջինը։ Իմը ես սկսեցա հլունի գործով, վերջը սկսանք մեկ ամուսինս ալ սկսավ երգաթով ինքը երգաթի գործով գսպաղի Հայաստանի մեջ, հեսավ ասանք մի բան անեմ, որ իթունալ ծնես, վերջն ալ դղաս սկսեցավ։ Սիրիայում վաճառում էիք։ Ես Սիրիայում ուսուցչություն գնեի, իմ գործերուս 11 տարի Կարագոզյան հաստատության ուսուցչուհի էի, որ հոս եկա ուսուցչությունս արդեն հոմ մնաց, ասի որ կոնեմ նստելու սկսեմ բարաբիլ եւ իմ գործերովս սկսեցա, մեկ սեղանը դարձավ երկու կդարձավ արդեն 3 սեղան։ Դեկապաժի գործ կներկայացնեմ, դեկապաժը գլա դախտագի վրա, գլա աբագի վրա, աստեսակ թքալներ դեկապաժի վրա, վրցիններ, ցերային աշխատանքներ հլունքի գործով, վիզիկոլիեներ, աբարանչաներ, բոլորը ես աստեսագի գործերով կսպաղեմ, ցերային աշխատանքներով։ Այդ ձեր աշխատանքի մասին փոքր կպատմեք, կարծես թե նորություն է, հա, այստեղ։ Այո, ինքը դախտագ է, մենք դախտագը գառնենք, եթե օրինակի համար ոյվ մեկ հասարակ դախտակ, մենք կմշագենք, վրան քունավոր աշխատանքները գնենք ասաստիճանին, օրինակի համար թափանցիկ բնակ է, ես վրան աշխատած եմ լման։ Իսկ օրինակ այս տախտակը ինչ արժի։ Որ դախտակ։ Ասիգա, աս դախտակ ուրեմն գարժի 10,000 դրամ։ Որտեվ դախտակը գատ իր վրայի կորձերը կան, այդպիսով արդեն հիմա քանի հատ կար վաճառվեցավ արդեն։ Այս տեսակ խմորով պատված հավի տեսակներ ունենք, որ հոս չգա։ Էսիգա սամսեկ չգա, միսով խմոր է նորեն չգա։ Վերջը հետաքրքիր այն է, որ գավուրմայի ցևը մեր մոտ ուրիշ է։ Գավուրման, որ էստեղ գսարքեն, այսպես գդոր միսով է, մեր մոտ այսպես է, այսպես ավելի Այս տեսակ է, որ տիրունը լա սանդվիչի մեջ տնելու կամ ոյվե մեկ ցևով սարքելու։ Վերջը ունենք տեսակ մկիֆտե, որ այստեղ նորեն չգա, բացարձակ չգա։ Ինչպես է պատմում։ Ասի ուրիշ տեսակ է, դուրս առանց մսի է, միան բլղուրով ենք շաղենք, մեջի միսը հում է, ամեն մարդ կսե արդյոք իշլիկիվտե է, ոչ, ասի իշլիկիվտե չէ, իշլիկիվտեն ասի, իշլիկիվտեն ունենք, ասի, բայց ասի դարբեր է, եղանակը բադրաստելու, միան խաշել է, այսինքն դարբեր է, համնալ դարբեր է ասում։ Ինչպես հավանում են այստեղ ձեր արտադրանքը։ Շատ են հավանում, Պարկաստը ունենք հաջախորդներ երևանցի, որ մեզնից շատ են օգտվում։ Որոշել եք վերջնականապես այստեղ եք Հայաստանում եք մնալու։ Որոշումը քիչ դժվար պիտի ասեմ, բայց հավանաբար, եթե մեր պայմանները ներեն, մեր գործերը լավ լան եւ մեր կոստուն ունենանք, անձնական դուն ունենամ, այն ադեն կորոշեմ մնալ, ինչու՞ չէ։ Ասկես լավ դեր պիտի գտնեմ հայրենիքես։ Ասորտիներ ունենք, որ բոլորը մեկ տուփի մեջ հավաքած ենք, ընգույզով ունենք, խուրմայով ունենք, կունջուտով, բոլորը միատեղ վաճառում ենք։ Իսկ համային առումով արդյոք այստեղ սիրիականին այսպես նախապատվություն են տալիս, ինչ եք կարծում։ Իրենք ուղղակի շատ հայաստանցիներ հավանում են մեր սիրիական քաղցրավենիքները, կասեմ, որ ծեր անուշները շատ համեղ են, համեմունքները, մեջի ծրված համեմունքները,
լավ ցևով պատրաստում ենք մենք, օրինակ կարակով, ցույով, ոչ մարգարիններով, ոչ զեյթերով, լավ բաներ օգտագործում ենք խմորեղենի թխվածներու մեջը։ Օրինակ այստեղ սուջուխալ ունենք, որ մեր Հայաստանի թարմ բոբոկով եւ խաղողի դոշապով են անում, էսիալ շատ լավ են իրենք մեզի շատ կգոհացնեն, որ այսինքն դուք շատ լավ ընդիր բաներ եք անում։ Ասանգով մենք այստեղ կորձ ենք անում, կորձ կանենք, որ բիզնեսի նման գոյատևենք այստեղ Հայաստան մնալու համար։ Որքան ժամանակ է որ Հայաստանում եք եւ արդյոք այս բիզնեսը արդարացնում է։ Ես մոտավորապես 3 տարի է այստեղ եմ, արդեն մի ամսվա եկած էի, սկսեցի, ինձ օգնեցին Կարմիր խաչից, Կարիտասից, գործիքներ տվեցին, որ ես շարունակեմ իմ գործս անեմ։ Ես թեր խանութ չունեմ, ուղղակի պատվերներով եմ աշխատել։ Մեր միակ խնդիրն է մեր դամվարձկերը։ Այդ է մեր խնդիրն է, որ մի հատ դում ունենանք Հայաստանի մեջ ամենալավ բանը գլար մեզի համար։ Մեր ցուցահանդեսը նվիրում ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակներին։ Ես շատ ուրախ եմ, որ մեր 25-ամյա անկախության վերջին 5 տարին լրացվեց, հագեցվեց նաեւ սիրիահայերի ներկայությամբ եւ սիրիահայերը իրենց կոնկրետ ներդրում ունեցան մեր տնտեսության զարգացման գործում։ Ցուցահանդեսների միջոցով նրանք կարողանում են գումար վաստակել եւ առաջիկա 1 ամսվա իրենց կենցաղային, բնակարանային հոգսերը հոգալ։ Սիրիահայերը Հայաստանում 2 խնդիր ունեն։ Առաջինը ոչ բոլորը ունեն բնակարան եւ մենք տալիս ենք նրանց բնակվարձ մոտավորապես 600 հոգու համար եւ նաեւ աշխատանքի խնդիրն է, բայց սիրահայերն իրենք շատ ստեղծագործող են եւ գտնում են ձև ստեղծագործելու, արարելու եւ ներկայացնելու աշխատանքներ։ Սա վարակիչ պետք է լինի նաեւ իրոք մեզ համար։ Ցուցահանդեսում մենք ներկայացրել ենք 50-ի կարգի տաղավար, 2 հանրապետությունների համար 25-25 եւ պետք է ասեմ, որ անընդհատ գնալով ցուցահանդեսները կազմակերպելիս եւ տաղավարների թիվն է ավելանում եւ ցուցանմուշների թիվն է ավելանում։ Իսկ բիզնեսը հիմնելու համար պետությունը որևէ աջակցություն, արտոնությունից օգտվում է։ Անպայման։ Մենք ուրեմն մանր եւ միջին գործարարության կենտրոնի հետ կազմակերպում ենք տարին մի քանի անգամ նախ օրենսդրության ուսուցում, նրանք պետք է Հայաստանի օրենքները իմանան, որ կարողանան ճիշտ գործ դնել։ Երկրորդ մենք նրանց սովորեցնում ենք բիզնես ծրագրեր մշակել, ներկայացնում են բիզնես ծրագրերը հանձնաժողովներին, հանձնաժողովները ընտրում են այն բիզնես ծրագրերը, որոնք իրական են, կարողանան արդյունք տալ եւ մոտավորապես 120 հոգու 15-ից 20,000 դոլարի չափով գումար է տրված, վարկ 5 տարի ժամանակով 4% վարկի գումարն է, որովհետեւ նրանք իրենց աշխատանքները կարողանան իրականացնել։ Այսօր երբ դուք տեսնում եք սրճարանային, ռեստորանային, սպասարկման ոլորտում կայացած բիզնեսներ, իմացեք, որ դրա կարևոր մասին մասնակից է պետությունը։ Կառավարությունում պետք է 3 հարց քննարկենք նրանց անձնագրերը Սիրիայում հանձնելու հարցը, ովքեր Սիրիայում են մնում, պետք է քննարկենք եւս 1 տարով երկարաձգելու վարորդական իրավունքը, միջազգային վարորդական իրավունքի փոխելու խնդիրը, որովհետեւ նրանցը սիրիական է եւ մերի հետ չի համընկնում եւ միաժամանակ պետք է պաուստային ֆոնդից գումարներ հատկացվեն ուսանողների ուսման վարձը փակելու լուծելու համար։